Ձեզ պատմեմ, թե ինչպես մի դիլիջանյան տուն դեկտեմբերի վերջին հայտնվեց իմ դիզայնի տիրույթում։ Հաճախորդը ինձ գտել էր YouTube-ից, գրեց Instagram-ով, հանդիպեցինք ու որոշեցի դիզայնի ոճը եւ ուղղությունը։ Կարճ անց ստացա չափսերը, արեցի հատակագիծ, մուդբորդեր, ռենդերներ ու վերջում հաճախորդը կանգնեց այս տարբերակի վրա։ Յուրասենյակի համար ընտրել էին նեյտրալը, դրա համար որոշեցի, որ խոհանոցում ու ննջարանում կիրառել գույն, մի քիչ շատ կանգնեցինք սենյակի տարբերակների վրա, բայց վերջում ընտրեցինք սա ու չսպասված կարմիր գիծն էլ ապահովում էր մեր դիզայնի անակնկալությունը։ Սրճագույն սալիկները խոհանոցում ապահովում է մեր vintage vibe-ը, դեղին երանգը տարածքին թարմություն է տալիս։ Ընթացքում սուրպրիզ հայտարարություն արեցին ու ասեցին, որ խոհանոցի այս հատվածի պատը չենք կարող քանդել, դրա համար նորից դիզայն փոխվեց ու դարձավ սա։ Փայտյա հատակ, պատոհանի կողքին նստատեղ, շպոնով պատված պատ, կլոր անցքերով, օգտագործած կահույք, այս ամեն ինչը խառնեցի ավելի ժամանակակից նկարներով ու դետալներով, որպեսզի ստեղծեմ ջերմ միջավայր։ Հաճախորդը ստացավ առարկաների հղումները եւ անցանք լոգարանին։ Լոգարանի համար սկզբում առաջարկեցի սա, հետո սա եւ որովհետեւ ուզում էինք ավելի բյուջետային ու պրակտիկ տարբերակ ընտրել, ընտրեցինք վերջում այս տարբերակ։ Եթե ձեր տարածքն էլ է սպասում իր պատմության ու դուք չեք պատրաստվում պարզապես նրան լցնել առարկաներով, այլ փնտրում եք էմոցիա, գրեք ինձ։